Այսօր դեռ նշեցի, մենակ տենց այդ մի հատ լեկցիայի թեման ենք նայելու ու իրականում իրան տենց շատ խորը տեխնիկական չենք նայելու, ավելի շատ գաղափարի մակարդակով ենք նայելու ու մի քանի բանաձև տեսնենք, որ պատկերացում կազմենք, թե ոնց է արվում ու ավելի տենց օրինակների վրա ենք հիմնվելու բանի տեսանկյունից։ Ինչ որ կոնկրետ գրաֆիկների, որ այդ դրա նման գրաֆիկներ գործնականին հետո գծելու ենք, բայց հա նախորդ լեկցիային մենք նայել էինք ընդհանուր բացատրելիության թեմային էինք սկսել ծանոթանալ, խոսալով բացատրելի մոդելներից ծառեր ու բան, գծային ռեգրեսիա օրինակ, ու հետո խորանալով իսկ օքեյ, ցանկացած մոդելի դեպքում ինչ կարանք անենք, այնտեղ հասկանալու համար feature-ը ինչքան կարևոր է, կարանք permutation feature importance-ը հաշվեինք, որ մի հատ սյունը վերացնեինք, sense ասած, նայենք ինչքան է ազդում որակի բան ռիսկի նվազման վրա ճիշտ աճման վրա, եթե նվազման վրա է աճում, ուրեմն շատ-շատ վատ մոդել է, շատ-շատ լավ feature է, բայց մի խոսքով, այսօր նայելու ենք ավելի տենց հենց կոնկրետ ալգորիթմներ, որոնք որ կարանք բռնենք ու ցանկացած մոդելը իրանց որպես մուտք տանք, այսինքն իրանք ուղղակի կարանան այդ մոդելին տան ինչ որ input, այդ մոդելից ստանան output, այդ իրանց լրիվ հերիք լինի, որ իրանք կարանան սկսեն այս մոդելը բացատրել ու արդեն ինչը կարևոր է, որ նաև լոկալ մակարդակի վրա։ Այսինքն մենք ասենք կոնկրետ այս մի տողի համար ինչի ես տվել այս մի գուշակություն, ինքն էլ ասի տվել եմ այսքան, որովհետև այսա էր, այսքանով էլ շատացրել եմ, որովհետև այսա էր ու տենց։ Ու նաև վերջում է, որ նայենք counterfactual-ները, ասելու ենք, օքեյ, այս մեկին, այս առաջի մարդը եկել է, իրան վարկ չես տվել։ Ինչ պետք է իր մոտ ուրիշ ձև լիներ, որ վարկ տայր։ Ու տենց ցանկալի է նվազագույն հնարավոր փոփոխություններով, էլի, չասենք լրիվ ուրիշ մարդ լիներ կտայինք վարկա, այլ ասենք օրինակ բան տարիքը, ասենք 2 տարի էլ փոքր լիներ, օրինակ կտայինք վարկա այդ մակարդակին։ Ու հա, շարունակելու ենք ստեղ բանով, մեր այդ հեծոների դատասեթով, որտեղ ինքը բավականին հարմար է խնդրի համար։ Ու հա, սկսելու ենք նախ բանից, խաղերի տեսությունից եկող Շապլիի արժեքներից, կամ այս շատ նայելու ենք միանգամից չէ, բայց նայելու ենք իրանց տենց ավելի ML-ի բարեկամ Shapley Additive Explanations հոդվածից եկած ու նաև Python-ի գրադարանից եկած մոտեցումը։ Կծանոթանանք մի հատ շապը ինչ բան է, հետո կնայենք թե շապի գրաֆիկները ոնց կարան գծենք ու մի քանի պրակտիկ օրինակ կնայենք։ Ինչպես նաև թեթև կնշենք, որ նաև սա կարա գնա դեպի նկարներ ու տեքստեր էլ կիրառվի, բայց այդքան չենք խորանա։ Հետո կխոսանք Lime-ի մասին, որը որ տենց լոկալ սուրոգատ մոդելներ է սարքում պուճուր, բացատրելի։ Այսինքն ասում եմ, օքեյ, սաղ սիստեմը ոչ գծային է քո մոտ եսի ինչ, արի բռնեմ մի հատ ինչ-որ կոնկրետ կետի համար, փորձեմ մի հատ ինչ-որ գծով այդ լոկալ տիրույթում մոդելի պահվածքը բացատրեմ ու վերջում խոսելու ենք counterfactual explanation-ների մասին, որոնք որ այդ ասում են ոնց նվազագույնը ինչ փոփոխություն անեմ, որ բանը լինի թիրախը շեղվի մեր ուզած ձևով։ Հիմա Շապլին, որ ասում ենք գայսախաղերի տեսությունից ինչ նկատի ունենք, ինչ ենք հասկանում խաղ ասելով, պատկերացնենք կա ինչ-որ սցենար, օրինակ մարդիկ գնացել են, մասնակցել են ինչ-որ մրցույթի 3 հոգով ու միասին շահել են 10,000 եվրո օրինակ, ստեղ օրինակով։ Հիմա հարց է գալիս, ամեն մեկը իրանցից ինչքան պետքա գումար ստանա։ Այն որ ասենք ամեն մեկը 3,000, օքեյ, բայց կարող է կարմիրը տենց լիքը ջանք է թափել, այս կապույտը տենց ձեռի հետ որ միշտ մեկը լինում է պրոյեկտում, որ ոչ բան չի անում, ինքն է եղել։ Հիմա ոնց պարզել։ Ինչը իրականում բավականին տենց բաց հարց է, էլի կարելի է տարբեր ձևերով մոտենալ։ Ու հիմա այդ ձևերից մեկը, որը որ նաև բավականին ինտուիտիվ ձև է իրականում, Շապլիի մեթոդն է։ Սա 53 թվից եկած բան է, Լոյդ Շապլիից եկած, Լոյդ Շապլիի հորինած, ու մենք ստեղ ոնց որ նայելու ենք հետևյալ սցենարին, որ խաղացողները մեր մոտ լինելու են ինչ-որ տենց բազմություն, մեկից մինչև P, ու իրանց տարբեր թիմեր, անվանելու ենք իրանց կոալիցիաներ, լինելու է մի հատ ինչ-որ value function կոչվածը, որը որ ստանալու է ինչ-որ մի հատ կոալիցիա ու տա արժեք, այդ այն օրինակ, որ եթե ասենք այդ 3 հոգուց առաջի երկուսը մասնակցեին, ինչքան կշահեին, եթե օրինակ մենակ մի հոգի մասնակցեր, ինչքան կշահեր։ Այդ value function-ը մեզ դա է ասելու։ Հետո մի հատ կարևոր բան որ հաշվելու ենք, դա marginal contribution կոչվածն է լինելու։ Այսինքն օրինակ երրորդ մարդուն մտածում ենք ինքը ինչքանով է արժանի մրցանակի,
Կարանք մտածենք օրինակ 1-2-ը եթե կստանային միասին 100, իսկ 1-2-ին որ ավելացավ 3, ստացավ 110, ասենք որ ոնց որ այդ 10-ը բերեց երրորդը։ Այդ իր այդ մարժան, որ ինքը contribute արեց, այդ 10-ն է, այս որպես տերմիններ։ Հետո ոնց որ մենք ML-ի թարգմանելուց ասելու ենք, այդ մեր խաղացողները մեր feature-ներն են։ Իսկ ամեն մի սյունը ինքը իր feature-ն է։ Կոալիցիան կլինի ինչ որ ընտրված feature-ների ենթաբազմություն։ Payout-ը մեր մոտ լինելու է, թե ինչքանով է գուշակության վրա ազդեցություն արվել։ Այսինքն այս VS-ը լինելու է գուշակություն, էլի բավականին բնական է, բայց այնտեղ որ տենց զրոյացնենք նորմալ բան անենք, միջինն ենք հանում իրանից, բայց սա որպես դետալ ուղղակի։ Ու մենք վերջը ուզելու ենք հաշվել phi-j-երը, որոնք որ մեր շապլիի արժեքներն են։ Այս շապլիի արժեքները որ ունեցանք, արդեն կարանք բան անենք։ Հավեսով սրանց հիմքով լիքը բաներ անենք, էլի օրինակ սյան մակարդակով իրար գումարենք, հասկանանք սյան ազդեցությունը կամ տողի մակարդակով իրան նայենք կամ սեգմենտի, ինչ որ օրինակ այս տեսակ տողերի համար։ Մի խոսք մենք հաշվելու ենք այն ամենաֆունդամենտալ կտորը, այս մեր տողերն է, այս մեր սյուներն է, մենք sense մատրից ենք ստանալու արժեքների, արդեն կարանք ըստ տողի, ըստ սյան ու ըստ ինչ որ տարբեր կոմբինացիաների հետո իրենց ագրեգացնենք, դրա համար շապլին լավ հարմար է, էլի։ Բայց մի հատ որ շոշափելի դառնա, օրինակ նայենք, այս անունները քառակուսի կետեմից եմ գողացել, հիմնարկից էլի, ոչ թե հենց կայքից։ Ադին, Բուդին ու Գոգին պատկերացնենք միասին երեքով ինչ որ բան են անում, բիզնես են դրել։ Հիմա ուզում են վերջում հասկանալ իրենց այս դրած բիզնեսից շահույթը ոնց պետք է կիսեն։ Ու հիմա մենք նայում ենք տարբեր կոմբինացիաներ։ Օրինակ, եթե ոչ մեկ չաշխատեր, կլիներ $0 եկամուտ, չէ՞։ Եթե բոլորը աշխատեին միասին, ենթադրենք 90։ Հիմա մենք սարքում ենք մնացած բոլոր կոմբինացիաները։ Եթե մենակ ադին աշխատեր 10, եթե մենակ բուդին 20, եթե մենակ գոգին 30։ Հիմա ադին ու բուդին եթե միասին կստացվեր 40։ Այստեղ լավ նշում է, որ 40-ը նույնը չի, ինչ մեր մոտ 10 գումարած 20, այսինքն այս ադին ու բուդին իրար հետ միասին տենց լավ թիմային ջիգարով աշխատում են, շատ են ավելի շատ են եկամուտ բերում, քան ամեն մեկը առանձին։ Մենք ադին ու գոգին միասին 50, բուդին ու գոգին միասին 60։ Պատկերացնենք այսպես մի հատ պատմություն ունենք։ Հիմա ոնց ենք հաշվելու շապլիի արժեքները ամեն մեկի համար։ Այստեղ ժողովուրդ իմիջիալոց մի հատ է փոքր նշում, որ այս ամեն ինչ որ ասում եմ, տենց խաղի տեսությունից եկած բանման, մենք իրան ոնց որ sense թեթև անդրադառնում ենք, էլի, բայց ինքը կոնկրետ տես ջիգարով տեսություն է, էլի, թեորեմներով ամեն ինչերով։ Հիմա այստեղ ինչ ենք անելու, գալու ենք ու ստեղ մեզ հետաքրքրելու է այդ marginal contribution-ը։ Այսինքն marginal այնա, որ առանց իրա ոնց կլիներ։ Հիմա եթե նայենք, թե ոնց կլիներ առանց բանի, ադիի համար նայենք, եթե ադիից առաջ ոչ մեկ չկար ու ադին ավելացավ, այսինքն մեր մոտ առաջի տողից անցանք երկրորդին։ Ստացվում է ադին 0-ից եկավ, մեզ բերեց 10։ Դրա համար ստեղ ունենք 10 մինուս 0 10։ Հետո, եթե բուդին արդեն խաղի մեջ էր ու ադին ավելացավ, բուդին մենակով 20 էր, ադին որ եկավ դառավ 40 մինուս 20 հավասար է 20։ Այս երրորդում, երբ որ բոլորը 3-ով էին, դրանից առաջ բուդին ու գոգին էին, հիմա որ ադին ավելացավ, լինելու է 90 հանած 60։ Ստանալու ենք 30։ Ստեղ ստացվում է, որ գումարային եթե նայենք, ինքը ավելացել է կամ 10-ով, 20-ով, 20-ով, 30-ով։ Բայց ստեղ նաև տարբերություն կա, որ կարևոր է հերթականությունները, որտեղ ստեղ եթե բանով նայենք, բոլոր հնարավոր ենթադեպքերով նայենք, ենթաբազմություններով, մենք ունենալու ենք բուդի ու գոգի ու գոգի ու բուդի։ Այսինքն ստեղ էս հերթականություն որ գրել եմ բոդի ու գոգի, սա իրականում ոնց որ ենթաբազմությունները որ հաշվեինք, բոլոր հնարավոր էս 3-ի 2-ի խորանարդը, դրանց մեջ 2 անգամ էր հանդիպելու մեր մոտ, էլի մենք մի անգամ ենք գրել։ Դրա համար ստեղ նաև հաշվի ենք առնում, թե քանի հնարավոր դեպքով կարող սա լիներ, ու ուղղակի հաշվում ենք սրանց կշռված միջին։ 2 անգամ 10 գումարած 20 գումարած 20 գումարած 2 անգամ 30 6-րդ։ Ստացվում է, որ ադին ունեցավ 20-ի բան։ 20-ի ներդրում։ Նույնը որ բուդի ու գոգի համար հաշվենք, ստանում ենք ստեղ 30-40 ու կակրաս այդ աքսիոմներից մեկը, որ կոչվում է efficiency, ասում են, որ այս 3-ի գումարը լինելու է ամբողջը։ Այսինքն այս չի ինչ որ օդից փող ավելանում կամ պակասում։ Okay, մտքի մակարդակով ինչ որ սուպեր վաու միտք չի, էլի, բավականին ինտուիտիվ է։ Սուպեր վաու բաները գալու է ավելի շատ, երբ որ մտածենք, որ okay, ասենք 2-ի խորանարդ կամ
Եթե օրինակ պետք է 3 հոգի շարք կանգնացնենք, 3-ի ֆակտորիալ ունենք, այս թվերը շատ արագ գմփալու են, երբ որ մի քիչ ավելի շատ feature ունենանք, այդտեղ արդեն հետարքիր մոտարկման ալգորիթմներ ա գալու, բայց ամեն դեպքում իդեան սա է մեր մոտ, էլի։ Հա, ըստեղ մեկ էլ բան եմ արել, մեր մոտի բան մագիստրի նյութերից մի քանի հատ սլայդ եմ ներդրել, եթե հետարքիր է ավելի տենց չոր տեխնիկականով նայել, այստեղ նաև partial dependence function-ների կիրառությունով ու ամեն ինչով, բայց իդեան եմ այստեղ հələ դեռ կարևոր։ Հաշվարկը բանը ամեն ինչ պարզ էր, բայց այս value function-ը, որ ով ինչքան contribute արել, ոնց որ ինքը մի քիչ բանա չէ, պետքա տրված լինի կամ չգիտեմ ոնց ենք հաշվում, որտեղ ոնց որ դա գլխավորը based on դրա մնացածը կարանք մենք արդեն բան անենք։ Շատ լավ, շատ ճիշտ նշում է, ու այս կակրաս իննելը ոնց որ ML-ին անցումի կտորի մեջ, այս մեկը հələ տենց տեսական մակարդակի վրա է։ Ու ML-ի մեջ մենք կակրաս օգտվելու ենք մեր նախորդ լեկցիայից անցած ձևերին, որ օրինակ ունեմ 3 հատ feature, ուզում եմ հասկանամ օրինակ այս երրորդ feature-ը ոնց է ազդել, ասում եմ հələ մի հատ նայեմ մոդելը առանց երրորդ feature-ի ոնց կպահեր իրան, չէ, կակրաս մեր բան, partial permutation feature importance բանման, որ հաշվում ենք, տենց էինք անում։ Հիմա այստեղ այդտեղից մեթոդներ ենք կիրառելու, որտեղ բռնենք ու ինչ որ մի քանիացություն վերացնենք։ Հիմա այդ վերացնելը կլինի լոկոյով, որը որ ուղակի լրիվ հանում է բաներին, սյուներին թազա մոդել է սարքում տակը մնացածով, հետո իրար հետ համատում է, թե կլինի այստեղ պատահական արժեքները խառնելով, որ իրանք դառնան անիմաստ։ Այդ արդեն ինչ որ չափով էլի բան, դիզայնի որոշում է, թե օրինակ բան, եթե ասենք ծառ ունենք, կարանք այդ ծառին, չնայած այս մի քիչ կախված է լինելու իրականում հենց կոնկրետ թե որ ալգորիթմի վրա ենք իրան ուզում կիրառենք։ Ունդեղ կա, ասենք հենց այս շապի համար կա ենթաճյուղեր tree shap, օրինակ բան, kernel shap տարբեր ձևերի, որ ասենք ծառերին մի ձև կմոտենանք սա հաշվելը, այդ տարբեր կոալիցիաների դեպքում արժեքները հաշվելը, օրինակ ինչ որ գծային ռեգրեսիայի կարգի մոդելներին ուրիշ ձևով, դա հենց գծային ռեգրեսիայի դեպքում իմաստ չունենա այս ամեն ինչը։ Ահա, բայց ամեն դեպքում իդեան դա է, էլի, այսինքն ինչ որ մի ձև վերացնել feature-ների ազդեցությունը, նայել ինչի է բերում, այդ արժեքը բռնել ֆիքսել։ Ու ընդհանուր ոնց որ այս մեր շապլի բացատրությունները միշտ լինելու են մի հատ ինչ որ ուղղակի միջին արժեք, որտեղ ընդեղ էլ ամեն ինչից միջինն էինք հանում բանանալուց, ու բան, հերթով այս բոլոր եղած մեր հաշված շապլի արժեքների գումարը տալու էր մեր գուշակությունը։ Այսինքն մենք այս գուշակությունը ըստ դրա այսպես բաժանելու ենք երկու կտորի։ Այս միջինը մեզ hedge, այս սրանով արդեն ուսումնասիրելու ենք։ Հա, как раз մի քիչ էլ հենց հարցի թեմային անդրադառնալով, այդ feature-ների հեռացնելը մենք մի ձև կախված թե ինչ մոտեցման մեջ ենք անելու ենք։ Օրինակ նկարի դեպքում կարանք այդ նկարի սեգմենտը ուզում ենք հասկանանք այս սեգմենտը ինչքան կարևոր է, այս սեգմենտը ուղղակի բան անենք։ Ներկենք բան գույնի 0 արժեքով պիքսելով օրինակ։ Կամ ավելի ճիշտ 0-ն այդ մի քիչ բան է։ 0-ն այդ մեր մոտ սևը կլիներ, սևը ինչ որ չափով սև սպիտակ իրար տարբեր են 0.5 օրինակ սերի ներկենք։ Կամ տեքստի դեպքում բան անենք, այդ բառը դնենք տենց մի որ մասկայով ջնջենք, sense ասած, այս տեքստի հետ կապված հետո բան կանենք։ Աղյուսակի դեպքում հիմնականում այդ ավանդական բանն է, resample անելն է, իսկն եղած արժեքները տեղերով խառը-խշտիկ փոխելը։ Ու հա, ու այս ամեն ինչը սիրուն ու հաճելի է, երբ որ մեր մոտ չափողականությունը ցածր է։ Եթե այս բանով թեկուս հաշվենք, քանի հնարավոր շարք կարանք կազմենք մարդկանց, որ նայենք հետո ադին որերորդն է ավելանում, 20 feature-ի դեպքում, իսկ 20 feature-ը դա համարվում է նաև տենց չի շատ feature-ը, արդեն 10-ի 18 աստիճանի կարգի թվեր ենք ունենում, այս զուտ ձև չի, բռնենք ամեն ինչը հաշվենք։ Հա, բայց կան կակրաս ոնց որ այս շապի, խենք ստեղ ասում շապ ոչ թե շապլի, այդ շապի paper-ի բաները, հոդվածի contribution-ները, հոդվածի contribution, չեմ հիշում թարգմանություն կներեք։ Հենց այս բան, մոտարկման ալգորիթմներն են եղել, որ եթե հետարքիր է, խորտ կտամ թերթել մի քիչ հոդվածը, բայց մեր համար ամենակում շատ բան է, հիմա պերեբորա, մի քիչ ավելի խորը բաները կնայենք ավելի ժամանակակից ու ակտուալ թեմաների ժամանակ։ Հիմա մի քանի գրաֆիկ, որ կարանք շապլից ստանանք, ինքը շատ հարմար հաճելի Python-ի գրադարանն է։
մի հատին առաջինին անվանում են տենց waterfall plot, ջրվեժագրաֆիկ, ու ինքը ինչ է անում, բռնում է ուղղակի այդ մեր կոնկրետ եղած բանի համար, կոնկրետ եղած տողի համար, այսինքն մենք ընտրում ենք մի հատ ինչ-որ մեկին, սա լոկալ բացատրություն է, ահա որ լոկալ։ Իր համար բացատրում ենք այս բանաձևը, այսինքն այս բանաձևի արժեքներն ենք գծում զուտ։ Ստեղ ինչա միջին արժեքը հեսա մեր մոտ, այստեղ միտեղ 4502 է եղել միջինը։ Հիմա այն որ 7-րդ ամիս է եղել, ավելացրել է բան, վարձույթը 34 ու 34-ով։ Այն որ եղել է շաբաթ օր, ավելացրել է բանով 74-ով։ Հետո նրա պատճառով որ բան էր մեր մոտ, կարանք լավ վերևիններն այնք ալի հետարքիր են, օրինակ նրա պատճառով որ շատ խոնավ էր, ջիգարով նվազել է գուշակությունը, բայց քանի որ ջերմաստիճանն էլ լավն էր, այսքան էլ բարձրացել է, այսինքն կոնկրետ հստակ տեսնում ենք էլի թե որ մի տոհսյունը ոնց է ազդել։ Մաքսիմալ բացատրելի լոկալ հասկացնում եմ ես։ Այստեղ սա մենք ինչ ենք հիմնականում սիրում անել, երբ որ արդեն սա պատրաստած է ու արդեն մոդելը ունենք ու պետք է արդեն կլիենտին բացատրենք, մի քանի կոնկրետ օրինակի համար այս սրանցից զուտ գծում ենք, որովհետև սա կոնկրետ տողի մակարդակով է, էլի։ Այստեղ նայածա ինչ որ չգիտեմ, x509-րդի համար պատմությունը այս տենց լոկալ բացատրությունը մեր մոտ։ Հիմա եթե այդ մեր մատրիցում շապլի արժեքները որ sense լրացրած է, բռնեմ ու ըստ սյան գումար հաշվեմ, այժմ միջին հաշվեմ։ Արդեն կտեսնենք բան, գլոբալ բացատրություն։ Ստեղ ուղղակի բռնում եմ 1-ից n-րդ գումար, ու ստեղ բացարձակ արժեքով է վերցրած բանը, շապլի արժեքները։ Տեսնում ենք օրինակ տարին ամենակարևորն է, ջերմաստիճանն է հետո գալիս, հետո խոնավությունը, բավականին խելքին մոտ է։ Եթե մեզ հետաքրքիր է ասենք դրական ու բացասական ազդեցություններ, կարանք ստեղ այս բացարձակ արժեքի փոխարեն արդեն մի քիչ ավելի նուրբ վարվենք, սովորական միջին հաշվենք, այդտեղ ոնց որ եթե դրա մեջ փչանում այն, որ ասենք մեկը եթե 5-ով դրական է ազդեմ, մյուսը -5-ով դրական, 5-ն է -5-ն է բավականին լուրջ թվեր են, համեմատ ասենք 1 ու -1-ի, բայց իրենց գումարի դեպքում այս երկուսը վերանալու են։ Բայց ամեն դեպքում սա մեր գլոբալ շապը, իսկ եթե ուզում ենք համ գլոբալ մոտավոր պատկերացում տեսնենք, համ էլ սաղ տողի մակարդակով լինի, գայս ենք այս շապլի ամենադժվար կարդացվող գրաֆիկին, որը որ ես էլ մի քանի սկզբում չէի ճոգում ոնց կարդամ ընդհանրապես։ Մեր բանն է, Beesworm։ Beesworm-ը բանն է, մեղուների տնակ, մեղուների, մի խոսքով լիքը մեղուներ գրաֆիկ, անունը տենց է իրա։ Ինչ է ինքը բռնում անում, ստեղ միանգամից 3 առանցք ունենք, դրա համար պետքա զգուշ լինել, կամ նույնիսկ 4 կարանք ասենք։ Աչից ձախից ունենք սյան անունը։ Այսինքն ստեղ տարվա արժեքներն են։ Հիմա տարվա որ արժեքը։ Արժեքը ցույց է տված ըստ գույնի։ Այսինքն ստեղ ինչքան կապույտ է, այդքան ավելի փոքր արժեք է։ Տարին կհիշենք մեր մոտ 2012, սկալ գրեցի 2012-ը, 2012-2013 էր, ու ստեղ տեսնում ենք հենց այս կենտրոնացվածության մեջ, որ երկու տարբեր գույն կա ուղղակի։ Սա 12 թիվն է, սա 13 թիվն է։ Ու ինչ որ sense լավ կենտրոնացվածություն կա։ Հիմա ինչա ստեղ ցույց տալիս։ Սա շապի արժեքներն է։ Ամեն մի կոնկրետ տողի համար։ Այսինքն ստեղ այսա մի հատիկ տող է։ Ու այս մի հատիկ տողը իր մոտ տոն է եղել թե չէ արժեք ունեցել է լավ բարձր թիվ ու այս մի տողի համար holiday ազդեցությունը եղել է -400։ Ստեղ տեսնում ենք օրինակ որ այս տարվա համար ակնհայտ բաժանում կա երկու խմբերի, բայց օրինակի համար այս humidity արժեքները այստեղ այս ինչ որ այս կտորում մի քիչ լղոզված են։ Այսինքն այսքան դրական ազդեցություն ունեցողների մեջ կա համ բարձր, համ ցածր արժեք ունեցողներ, բայց տրենդը ակնհայտ երևում է, որ humidity-ն երբ որ նվազում է, նայեք ինչքան այս գույնը ստեղից այն կողմ գնալով, ինչքան գույնը բացանում է, այդքան շապլի արժեքը մեծանում է։ Այսինքն բարձր խոնավությունը բերում է ավելի քիչ վարձույթների հեծոների։ Ու հա, նաև ամսվա մակարդակով ստեղ էլի հետաքրքիր կարանք տեսնենք, որ բան ունենք։ Այս ցածր արժեքները ամսվա, այսինքն այնտեղ հունվար, փետրվար, մարտ, իրանք բացասական են ազդում։ Հետո այս միջին արժեքները, արդեն տեսնում եք, այս ֆիալետովեոտները, այտենց ինչ-որ միջինոտ են ազդում ու ավելի բարձր, չնայած ավելի բարձր արժեքներն էլ են մեջ մի քիչ մտած, ինքը այդքան հեշտ կարդացվող չի, բայց ամեն դեպքում մի հատ հայացքով
մի քիչ ավելի շատ ուղիղ տանջելով, բայց լիքը տարբեր բաներ պատկերացնելու համար ինքը շատ լավ գրաֆիկ է։ Ուղղակի պետքա բան անել իրոք, ասենք բռնել մի հատ բաները կարդալ մտքում, ասել օքեյ, սա feature value-ներ, ստեղ սա է, մի հատ ոնց որ մարսել, մինչև արդեն ուղեղը զուտ կոմֆորտ չդառնա ասենց գրաֆիկ կարդալ։ Ու մեկ է կարանք ստեղ PDP plot-ի նման բան գծենք, այս ուղղակի բռնում բան ենք անում։ Լրիվ PDP plot-ի պես, այսինքն temperature-ի տարբեր արժեքներով ֆռում ենք, նայում ենք իրենց դեպքում Shapley-ի արժեքները, իսկ ոչ թե նայում ենք գուշակությունները հենց արդեն, այլ Shapley-ի արժեքներ, մենք Shapley-ն ենք ստեղ բանում, որ թե ուզենք կարանք օրինակ գույնավորենք իրենց նաև։ Ու տեսնում ենք, որ երկու տարվա մեջ էլ ոչ մի տարբերություն առանձնապես շատ չի եղել, բավականին նման են իրար պահել։ Ուհա, այս լիքը տարբեր գրաֆիկներ Shapley-ի, ու նաև տեսնում ենք ինչ որ չափով ինքը խմբավորում է իրար հետ տարբեր բաներ։ Այսինքն այս ուղղակի սովորական գրաֆիկները, այդ global importance-ները ինչ որ չափով permutation feature importance-ն է մեր մոտ կարելի ասել։ Այս իրար հետ կապվածությունը մեր մոտ partial dependence plot-երն է, ու նաև local տարբեր նայելու ձևեր ունենք։ Բայց ոնց որ սա չի փրկում, սա ինձ ինչ որ մագիայով փրկում է մեր ավանդական բանի խնդիրները, բացատրության մեջ եղած խնդիրները։ Այսինքն օրինակի համար բանը կոռելացիան էլի նույն ձև շապի արժեքներն էլ է փչացնելու, ոնց մնացած բոլոր արժեքներն է փչացնում։ Կամ ինչպես նաև ստեղ էլ մեկա չենք կարող ասենք, որ բան է այս ամեն ինչը։ Այտենց կալիբրովկա արած իրական ճիշտ պատկեր է։ Մենք ուղղակի ինչ որ չափով կապեր ենք իրար հետ նայում, փորձում կպցնել իրար, ոչ թե պատճառահետևանքային կապեր ենք ստեղծում։ Այս ամեն ինչը նաև կարա տեքստերին կիրառվի։ Մենք էլ տեքստերի հետ աշխատանք, որ դեռ չենք անցել, չգիտենք սրանք ինչ բաներ են, չնայած այդտեղ վերջում logistic regression-ը օգտագործվում։ Այստեղ ճիշտ ասած չգիտեմ ինչի կլոդը գնաց մի անգամից ինչ որ քրիստոնեության հետ կապված տեքստ վերցրեց ցույց տալու համար։ Ես էլ չհասցրեցի մի քիչ ավելի շատ խորանամ, դրա համար sense այս բառերի վրա օգտագործումը արած, բայց հա, տեքստի վրա էլ կարանք իրան կիրառենք ու ինքը գալիս է այս շապաոնով գրադարանից ու բավականին թեթև է, էլի գրում ենք OK shop get 3 explainer model, հետո տվյալները տալիս ենք explain ենք անում, ինքը սկզբում մի քիչ լավ երկար աշխատում է, հետո արդեն մատրիցը որ կա, այդ մատրիցի գլխից բաները հաշվելը արագ է լինում, էլի բավականին։ Ու հա, այսքանը մեր Shapley-ի արժեքներից։ Ինքը իրոք բավականին լավ գործիք է, իր տեսական հիմքի շնորհիվ ու նաև իր տենց լավ էկոսիստեմի, որտեղ իր գրաֆիկներ բամանը շատ հարմար է, ինքը տենց լավ ոնց որ եթե ինձ ասեն մի հատ բան պետք է անես, մի հատ մոտեցում պետք է օգտագործես, ընտրի բան PDP plot-եր ես օգտագործում, ես օգտագործում, թե ես օգտագործում, ես այս Shapley-ով կվարվեմ, որովհետև բավականին խելքին մոտ բան է առնում ու կարանք նրանց գրաֆիկների նման բաներ սրանով էլ ստանանք։ Ու հա, ու ինքը տենց երբ որ բացատրելությունը բավականին կարևոր է, լավ կիրառելի է դառնում, էլի sense պրոյեկտների մեջ։ Կարա օրինակի համար նաև կիրառություն լինի, երբ որ մենք բան ենք անում։ Ուզում ենք ուղղակի հասկանանք, թե ինչը ինչքան կարևոր է, ինչը նաև ինչ որ չափով նմանա մեր բանին, տնայինի պրոյեկտին, այդ մեր internship-ից, որ առաջադրանք ենք տես այդ ստարտափների։ Մենք դե կարանք բռնենք լիքը մոդել սարքենք եւ այլն, բայց վերջում բռնելու ենք բացատրությունների նայենք ու մոդելը շպրտենք մի կողմ։ Որտեղ մոդելը մեզ պետք չի լինելու, մեզ բացատրություններն է պետք լինելու, իսկ մոդելը մեր մոտ լինելու է որպես ուղղակի գործիք, ասենց ասած proxy, որ չերես մոդելի գանք բացատրություններին։ Ես մի հարց ունեմ կապված այդ tree shop-ի, մեկ էլ մյուս մոդելը չեմ հիշում Հա, ոնն է։ կեռնաշապը։ Ինչ տարբերություն։ Հա, այդ մասը չհասկացա։ Հա, այդ մասը իրականում որովհետև չբացատրեցի էլ որպես այդպեսին, ուղղակի ասացի, որ ոնց որ բան, այս մոտարկում անելու համար կախված թե ինչ ալգորիթմ ենք օգտագործում, կան ձևեր, այս kernel shop-ը օրինակ բան է անում, կշռված գծային մոդել է բան անում, սարքում ընտրված մի քանի տենց բանի համար, կոալիցիայի համար, որ այդ դրանցով փորձի այս Shapley-ի արժեքները մոտարկի։ Tree shop-ը օգտվում է նրանից, որ տենց ծառի կտրվածք ունենք մենք ստեղ ու դրանից ինչ որ բան է անում, օպտիմիզացիաներ է անում, բայց սրանից խորը ես էլ ճիշտ ասած նախ լրիվ չեմ էլ իմացել ու չեմ էլ հիշում սրանից խորը ոնց կամ բան անեմ, հիմա ասեմ։ Դրա համար դա ասում եք կարճի հոդվածը նայել, իրոք եթե ոնց որ շատ հետաքրքիր է, այդ կարա լավ բացատրի ու կարանք հետո նաև քննարկենք էլ էլի, եթե նայենք։
Բայց հա, ես մի քիչ տենց ավելի մագիայի մակարդակով եմ հիմա բանալ, մագիայոտ ավելի շատ թողեցի ես կտորը։ Հա, բայց շատ տեղին էր էլի հարցը ամեն դեպքում։ Այստեղ մի քիչ ավելի կոնցեպտուալ էլի մոտ բանի խնդրեմը կա դասընթացի առումով էլի, որ ասենք այս սաղ թեման սկզբում մտածում էի պետք է ընդհանրապես չանենք, որովհետև շատ բոնուսային է, հատկապես մեր հիմիկվա բաների մեջ, բայց դա ասում էի դե լավ, անելա, եկեք անենք, հետո տեղը արդեն հարցը գայիս, իսկ անելա, եկեք անենքը ինչքան շատ է թույլ տալիս, որ մտնի սլայդերի մեջ, նկարներ, սրանք փորձեի ժոգեի ոնց է աշխատում, ներառեի թե չէ։ Դրա համար ինչ որ տեղեր տենց բան ունենալու ենք, էլի։ Ուղղակի հղումներ դեպի ավելի խորը սովորելու համար նայեք այս սրանք, զուտ որ բան անենք, ավելի մի քիչ օպտիմալ օգտագործենք ժամանակը ու նաև ես ճիշտ ասած մի քիչ էլ բան եմ անհամբերեմ հասնենք նենց պրոյեկտների օրինակ, որ ասենք այսօրվա այս տնայինը, որ հաջորդ դասին անելու ենք, ինքը հենց տնային է։ Իրանից այդքան շատ օգուտ կա մենակ գիտելիքի տեսանկյունից, բայց հեսա որ հասնենք ավելի հետաքրքիր թեմաներին, հետաքրքիր թեմաները արդեն նենց ավելի հետաքրքիր պրոյեկտներ են բերելու, որ տենց ավելի իրոք հավեսոտ պրոյեկտներ են դառնալու էլի։ Դրա համար ուզում եմ մի քիչ էս ոչ անհրաժեշտ ու տենց շատ բոնուսային բաները մի քիչ ավելի արագ անցնենք։ Բայց ամեն դեպքում ցանկացած ժամանակ, երբ ինչ-որ բան անհասկանալի է լինում, դուք անպայման ասեք, էլի, այդ շատ կարևոր է որ տենց լինի։ Այսօրվա հետ կապված մի քիչ խնդրեմ կա, որ բան, իմ մոտ ժամանակի այդքան է շատ չկա, դրա համար կողմ մի պստիկ ավելի արագ սկսեմ խոսալ, բայց էլի երբ որ անհասկանալի է լինում ինչ-որ բան, ինձ խնդրում եմ ստոպ արեք միշտ։ Հա։ Okay. Մեր երկրորդ ալգորիթմը դա LIME-ն է։ Local Model Agnostic Explanations։ Հա, մեկ էլ interpretable դե պետք է մի հատ արանքը մտցնեին անպայման։ Իրա միտքը ինչու՞մ է կայանում։ Ունենք ինչ-որ տենց սև-տուփ մոդել F։ Ու որը որ չգիտենք ոնց է աշխատում, բայց հիմա մեզ հետաքրքիր է ինչ-որ տողի մակարդակով բացատրություն։ Հիմա ինչ կարանք անենք, ոնց կարանք մոտարկենք, թե մոդելը ոնց է աշխատում, այսինքն խիա այս կետում տվել այս գուշակությունը։ Մի հատ sense ինտուիտիվ բան կարող լինի, որ եկեք մի հատ ինչ-որ լոկալ պուճուր սուրոգատ մոդել սարքենք։ Սուրոգատը կարող է տենց Բայեսյանից որպես տերմին հիշեք, որ մենք մոդել ենք սարքում, որ բան էր անում։ Հիպերպարամետրերի վրա էր աշխատում, ոչ թե հենց տվյալների եղած։ Հիմա ստեղ մենք աշխատելու ենք բանի վրա, որ մենք վերցնելու ենք, սարքենք մի հատ հեշտ հասկանալի մոդել, որը որ փորձելու է բացատրի ոչ թե թիրախը, այլ փորձելու է բացատրի մոդելի գուշակությունները։ Հիմա կոնկրետ այս կետի համար մենք գունենք մոդելի այս կետի բացատրությունը։ Մենք չենք կարող բռնենք այս մի հատիկ տողով սարքենք մոդել։ Մենք կուզենք ինչ-որ չափով այս մոտակայքում իմանանք, թե ինչա գուշակում մոդելը։ Այսինքն մենակ այս տիրույթում չենք կարող գլոբալ իրան մոտարկենք հեշտ ինչ-որ մակարդակով, ասենք այսինքն ինչ-որ բան եթե ունեմ, իրան գծով մոտարկեմ, ասենց ինչ-որ խայտարակություն է ստացվելու, բայց եթե գամ լոկալ տիրույթի, գամ ասեմ օրինակ այս կտորում ինքը մոտավորապես այս գիծն է։ Ոչ չի, չէ, в принципе։ Այստեղ ինքը մոտավորապես այս գիծն է, այստեղ ինքը մոտավորապես սա է։ Այսինքն եթե ես օգտագործեմ այս գիծը, որպեսզի բացատրեմ մոդելի պահվածքը այս տարածքում, պահվածքը այս տիրույթում, նես չի ինչ որ տենց շատ հեռու եմ գնալու իրականությունից։ Այդ սա բանի միտքն է, լայմի միտքն է։ Ոնց է ինքը աշխատում։ Հա, այստեղ այս սլայդը մի քիչ ավելի տեխնիկական դետալներով, որ հեսա մոտակայքում բաները հաշվելու ենք տենց գաուսյան կեռնել օգտագործելով կամ էքսպոնենցիալ կեռնել ավելի ճիշտ։ Հետո մոդելը սարքելուց իրական ոչ թե գծային մոդել ենք օգտագործելու, այլ կշռված գծային մոդել, հաշվի առնելով հեռավորություններ, բան ունենալու ենք penalization ըստ բանի L1-ի ռեգուլարիզացիա անենք, որ շատ բաները չօգտագործի, ֆիչերները չօգտագործի, բայց սա ճիշտ ոնց որ տեխնիկական նշումներ, որ կարանք իրենց հետ աշխատենք, բզբզանք։ Կոնկրետ քայլ առ քայլ թե ինչ է արվում։ Գալիս բռնում ենք բան ենք վերցնում։ Վերցնում ենք մի հատ ինչ-որ կետ ենք ընտրում։ Այս գծածը թող լինի մեր մոտ բան, ոնց որ այս տիրույթում մոդելը գուշակում է 1, այն տիրույթում գուշակում է 0, այս կետը բավականին դժվար կետ է լինում։ Դրա համար տենց ոնց որ իր օրինակով նայենք, այստեղ ավելի հեշտ կլինի, պրիմիտիվ կլինի։ Բայց ամեն դեպքում այս կետը վերցնում ենք ու սարքում ենք մոտակայքում արհեստական նոր կետեր ենք պատահական ձևով վերցնում։ Ու հիմա այս կետերի համար պետքա բան անենք։ Մոդելին ասենք դե գուշակի,
Բայց մինչև էդ էլ ոնց որ եթե ես ուզում եմ ու արդեն սա որ ունեմ, ստեղ ավելի շատ կետեր երբ որ ունեմ, իմ մոտ բան է լինում, էլի։ Ստացվում է ոնց որ ես կարամ, եթե ուզում եմ հասկանամ այս մոդելը ոնց է գուշակում, բռնեմ այս բոլոր կետերը, ասենք ստեղ x1-ը 0.3, օրինակ x2-ը 0, սա վերցնեմ ու ստեղ գրեմ մոդելի գուշակությունը այս կետում։ Հետո օրինակ այս կետի համար վերցնեմ x-ը 2.5, այդ բանը y-ը 2.2 օրինակ ու գուշակությունը լինի այս կետում մոդելը թե ինչա գուշակում։ Ասենք y2-ը, այստեղ y1-ը։ Այսինքն կարամ դատասետ սարքեմ, հետո ասեմ, որ ոնց որ այս կետը ավելի կարևոր է, որովհետև սա ավելի մոտիկ է սրան, այս կետը ինչ որ շատ հեռու է, սրան ավելի քիչ կարևորություն կտանք։ Որնամ իրանց քաշ տամ կարճ ասած։ Այսրանց այս բաներին մոտիկներին չաղացնեմ մի քիչ։ Ու այդ արվելու է մեր մոտ ըստ բանի, այս բանաձևի, այսքան հեռավորություն, հետո y-ի աստիճան բաժանած մեկ էլ ունենք ստեղ սիգմա քառակուսի, որը որ ոնց որ մեզ կոնտրոլ է անում, թե ինչքան ենք ուզում քաշ տանք մոտիկ կետերին, սա հիպերպարամետր է, որի հետ պետքա խաղալ, էլի։ Այս սա որ արեցինք, հիմա կարանք այս տվյալների վրա սարքենք բան, գծենք, սարքենք ուղիղ գիծ։ Այսինքն ես վերցեցի իմ մոտ այստեղ x1, x2, y, սրա վրա սարքեցի գծային ռեգրեսիա, ու հիմա կարամ այս գծային ռեգրեսիայի կոեֆիցիենտները օգտագործեմ որպես բացատրություններ։ Ու всё, սա գաղափարը հետո այդքանն է։ Այսինքն վերցրու կետ, մոտակայքում սարքի թազա արհեստական կետեր, ու տենց ոնց որ շատ հեռու մոտակայքում չէ, էլի։ Բայց սարքեցիր, հետո քաշտու մնացած կետերին, քաշտու մոտիկ կետերին, հեռու կետերին անտեսի, կամ իրականում եթե նույնիսկ բոլոր կետերով սաղ տիրույթում թազա կետեր վերցնենք, այս հեռուները քիչ քաշ են ստանալու ու տենց ավելորդ հաշվարկներ արվելու։ Բայց սրանով սարքի գիծ ու այդ գիծը արդեն բացատրի։ Մոտեցումը դա էր։ Ես ուզում եի հասկանալ, մենք ինչ ենք նոր կետեր վերցնում, չենք կարող օգտագործենք մեր ունեցած տվյալները ու ոնց որ մեր դասասեթի վրայի մոտակա կետերը վերցնենք, էլի։ Այդ լավ նշում է, այստեղ ինչքան ավելի բարձրաչափ տարածություն են գնում, այդքան ավելի դաժան է լինում ու ու այստեղ էլ իրականում մի հատ բան որ կարող մի քիչ շփոթացնող լիներ, այստեղ այս գրաֆիկը որ գծեցի ու ասացի ոնց որ ենթադրենք սա է, ուզում ենք հիմա իրան բացատրենք, մենք իրականում այս գրաֆիկը ստացել էինք ըստ, ասենք, մեր տվյալների բազայում եղել էր այս կետը, որտեղ այս գուշակությունն է եղել, օրինակ այս կետը ու այս կետը։ Հիմա եթե ես ուզեմ այս կետի մոտակայքում նայեմ, ես հիմա չունեմ input-ներ։ Եթե նայեմ, ոնց որ սրան մոտիկը սա ու սա է, բայց արդեն ստեղ այս-ին պատկերը կորելու է։ Այսինքն ուղղակի տվյալ այդքան շատ չկա, որ իսկական տվյալ օգտագործենք։ Իսկ խի ասում չափողականության պահով, որ ինչքան ավելի չափողականությունը մեծանում է, այդքան ավելի իրարից իզոլացված են լինում տվյալները։ Այսինքն օրինակ միաչափում եթե ինչ-որ այսպես ինչ-որ պատկեր լինի, երկրորդ չափողականությունը որ ավելացնենք, արդեն կարող ասենք ստանանք լավ մեծ սեգմենտներ, որտեղ այս կետից բացի ուրիշ ոչ մի բան չկա։ Ու արդեն պետքա ստիպված մենք արհեստական նոր կետեր սարքենք, էլի։ Ես ուզում եմ մի հատ հարց ասեի, ինչ որ բան շփոթում եմ, թե չէ ինքը նմանա KNN-ին, թե չէ։ Ինչ-որ նմանություն կա այս մոդել, թե։ KNN-ին նմանա այն առումով, որ բան, այս լավ նշում էր, նմանա այն առումով, որ ինքը տենց լրիվ հիմնվում է հարևանների վրա, իսկ կոնկրետ կետի համար նայում է հարևաններին, սա ճիշտ իր համար ստեղծում է հարևաններ ու ինչքան ավելի մոտիկ է, այդքան ավելի շատ կարևորություն իրենց տալիս։ Այդ առումով նման են, բայց կիրառության առումով KNN-ը արդեն ըստ այդ հարևանների գուշակություն կաներ, այսինքն կնայեր այդ հարևանների արժեքներին, օրինակ իրանց միջինը կգուշակեր, կամ եթե կլասիֆիկացիա իրանցից ամենահաճախ հանդիպողը կգուշակեր կոնկրետ այդ կետի համար։ Իսկ ստեղ մենք ոնց որ բան ենք անում։ Այս կետերը որ կա, իրանց արդեն վերցնում ենք որպես լրիվ առանձին դատասետ, ու էլ չենք մտածում նրա մասին, որ իրանք առաջացել են որպես ինչ որ կետի հարևաններ։ Ուղղակի սովորական ոնց որ կույրաբար անում ենք գծային ռեգրեսիա։ Այդքան է կույրաբար չէ, որովհետև տենց կշռված գծային ենք անում ըստ այս համեմատության, բայց զուտ այդ մակարդակով են էլի իրար նման։ Երկուսն էլ հարևանների վրա են աշխատում, բայց հենց աշխատելու բունեությունները տարբեր են, էլի։ Ու կրկին սա ոնց որ կարա գա կիրառվի ուրիշ բաների վրա, մի հատ որպես տերմին միանգամից ուրիշ մոդալիթիների վրա։ Մոդալիթին դա տվյալների տեսակն է, այսինքն տեքստ, աղյուսակ, նկար, ձայն, իրանց ասում ենք ոնց որ մոդալություն։ Հա։
ու կարանք իրան բռնենք տեքստի համար, այստեղ ոնց որ սաղ իհարկե ավելի բան է դառնում, լիքը նրբությունների հարց է գալիս, էլ օրինակ եթե տեքստերով ենք անում, օրինակ այս բառի մոտակայքի բառերը այդ ինչ է նշանակում, կամ այդ նախադասության կամ նույն նկարների համար։ Շնես նկարները մի քիչ, չէ, նկարներն էլ է իրականում դաժան, ոնց որ լիքը նրբություններ կա, որոնք որ մենք sense բան ենք անում, պրոստը sense շփթփով առանցնում ենք առաջ, ինչպես նաև իրականում, որովհետև հիմնականում բացատրելի բաներ փորձում ենք աղյուսակային տվյալների համար անենք, այնտեղ ուրիշ բաների համար ավելի շատ ենք ձեռքերներս լվանում, ասում, ստեղ անհույս է, այս ամեն ինչը։ Բայց ամեն դեպքում դրա հաճելի կիրառություն բանն էր։ Այդ նախորդ դասները քննարկեցինք նկարների վրա, թե ոնց էր օգնում բան անել, այս մեր բաների, խասկիների դատասեթի վրա բան անել։ Նորից եթե ասեմ, ունենք մի հատ ինչ-որ դատասեթ, որտեղ կան կամ խասկիներ, կամ գայլեր։ Ու հիմա ունենք մոդել, որ իրենց վրա գուշակություններ է անում, ու տենց բավականին լավ է գուշակություններ անում։ Հիմա ստեղ, եթե նայենք, այս օրինակի վրա սխալված եղել է, որ սխալվել է, այստեղ եղել է գայլ, ասել է գայլ, այստեղ եղել է խասկի, ասել է խասկի, այստեղ եղել է խասկի, ասել է գայլ։ Հիմա ժողովուրդ, չեմ հիշում դուք նախորդ դասի վերջում կայք թե չէ, եթե կայք հեշտ կլինի պատասխանելը, բայց կարեք փորձեք Ահա, գուշակել, թե կապված, հա, օքեյ, ճիշտ է։ գնանք, կապված, ես իրականում կարող եմ չպատասխանել։ Չէ, դե լավ, եկեք ասեք։ Հա, ճիշտ է, պետք է հիշեի, որ կայք ճիշտ է։ Կապված հենց ձյան հետ, այսինքն background-ն ենք հաշվի առնում, դրա համար ոնց որ սխալ է գուշակել։ Այո, շատ ճիշտ է։ Իրականում մոդելը ընդհանրապես չի էլ փորձել սովորի, թե ինչ բանա խասկին, ինչ բանա գայլը, ինչով են իրանք տարբերվում, այլ երբ որ հետո լայմ են իր վրա աշխատացրել, տեսել են, որ ինքը ուղղակի բռնում նայում է բանին, ձյանը, որտեղ որ ձյուն կա, հեսա ձյուն կա, ձյուն կա, ձյուն կա, սաղ ձյուններին ասում է դուք գայլ եք։ Համար ստեղ օրինակ սխալվում է, որտեղ այս խասկին ձյան ֆոնի վրա է։ Այստեղ ֆոնների վրա բան չկա, ձյուն չկա, դրա համար խասկի ասում, այստեղ նայեք, այս խասկի դեմքն է որպես ձյուն ուշադրություն դարձրել իրան, բայց էլի ոնց որ մեկը բան է ասել, էլի խասկի ասել, որտեվ այդքան է ձյան նման չէր իր դեմքը։ Ու հա, սա լրիվ տենց շատ սիրուն ու հավես օրինակ է, որովհետև բան է անում։ Մոդելը իրոք լավ է աշխատում։ Ուղղակի ինձ ստացվում որ հենց կոնկրետ այդ դատասեթի վրա ավելի հեշտ է եղել մոդելին բռնի ուշադրություն դարձնի ձյանը, քան թե փորձի սովորի կոնկրետ այդ բան կենթանիների բաշխումները ոնց են իրարից տարբերվում։ Ու այդ բանի էֆեկտը, որ մոդելները խարդախություն են անում, այդ շատ-շատ տեղերում է լինում։ Այդ հետո, երբ որ LLM-ների թեման անցնենք, այնտեղ բանը supervised fine tuning-ի կամ reward modeling-ի թեմաները որ անցնենք, չէ, SFT-ի ժամանակ այդ հəl չենք բանի։ Բայց մի խոսքով, այնտեղ կա բանի էֆեկտ, որ եթե ուզում ես մոդելին սովորացնել, որ բան անի, իրան պահին հենց ոնց ուզում ես պահի, այսինքն ստանդարտ մոդելը, որ ուղղակի հաջորդ բառը գուշակում, ինքը հեչ լավ ասիստենտ չի։ Իրան պետքա տես լիքը դատա տվյալների վրա սովորացնել, թե ոնց ասիստենտի նման իրան պահի։ Ու այնտեղ մեկ-մեկ հարց է գալիս նրա, որ երբ որ բան ես ունենում, պետքա լիքը դատասեթեր սարքես, համ մարդկանցով այդքան է ակնհայտ չի ոնց անել, չես ուզում մարդկանց վրա դա թողել։ Համ էլ ուղղակի թանկ է նստում, այնտեղ սարքում ենք մոդել, որը որ ինքը կոնկրետ ինչ որ ուրիշ, այսինքն մի հատ մոդել է լինում, որը որ ուրիշ մոդելի գուշակությանը ասում է լավնա թե չէ։ Իսկ մարդը պետք է ասեր լավնա գուշակությունը, որ մոդելը սկսեր տենց անել, փոխարենը մարդկանց կարծիքների վրա սարքում են մոդել, որը որ հետո կօգտագործեն, որ ոնց որ մարդու պես կարծիք ասի։ Ոստեղ շատ հաճախ լինում է reward hacking-ի գաղափարը, երբ որ մոդելը սովորում է ուղղակի այնց խափել, որ բանը այս լավա թե վատա ասող մոդելին այնց կուտ տալ, որ բան անի, բարձր արդյունք իրան տա։ Ու դրա համար sense բաները կարողանալ բռնացնելը կարևոր է ու իրականում նաև բան է, որ այդքան է հեշտ լուծելի չեն լինում։ Օրինակ այդ reward hacking-ը կարող է այնքան լուրջ խնդրեմ լինի, որ ուղղակի իր լուծումը լինի այն, որ ասենք դե բան արա։ Ուղղակի ինչ որ իտերացիայից են կողմ իրան էլ չենք օգտագործում, որովհետև վստահելի չի։ Բայց այս ոնց որ բանի նման էլի, նախորդ լեկցիային grokking-ը քննարկելու նման շատ ապագայից մի քիչ մոտիվացիայի համար թեթև օրինակ զուտելի որպես Այստեղ նման կիրառություն, հա, եթե միանգամից մի քանի բան ասեմ, այստեղ նման կիրառություն տեքստերի վրա էլ կարանք անենք, բայց նաև ինչ որ չափի խնդիրները եթե խոսանք, խնդիրները իրականում սաղ մոտեցումները շատ ունեն։ Այս ML-ի մեջ դա մի քիչ զզվացնում, որ ինչ սովորում ենք, հետո մի տենց մի հատ մի մեշոք խնդիրներ ա գալիս, թե ինչի այդ մոտեցումը իրականում լավ չի աշխատում։
ու զուտ մեր սաղ գործը այնա, որ չարյաց փոքրագույնը ընտրենք ամեն կոնտեքստում, բայց սրա վատ կողմերը որն է լայմի, որ օրինակ բանի համար, այս եզրային կետերի համար ինքը արդեն բան է դառնում, իրենց եթե հարևանություն վերցնենք, այդ հարևանությունը իրեն տենց շատ ավելի տարբեր ձևով է պահելու, օրինակ, քանի որ պատահական ենք կետերը վերցնում, ասենք այս տրամբանի օրինակով եթե նայենք, եթե կետերը վերցնեմ ինչ որ ավելի շատ այսենց, ինքը տրենդը բռնացնելու է դեպի այս ձևով։ Լավ կլինի լիքը կետեր վերցնենք, լիքը կետերի դեպքում էլ նաև էլի հաշվարկն է ավելի թանկ դառնում։ Ու ընդհանրապես որ ասում ենք հարևանություն վերցնել, այսինքն ինչքան մոտիկներին ինչքան ավելի շատ կշիռ տալ, քան հեռուներին, այդտեղ մեր մոտ բանն էր։ Էքսպոնենտ, հեռավորություն, բաժանած սիգմա քառակուսի ունենք, սիգմանի ինչ արժեք դնենք, որ լավ լինի, աստված գիտի ինչ արժեք դնենք, որ լավ լինի։ Կա ինչ որ ստանդարտներ, կա դեֆոլտ արժեքներ, կա ինչ որ հյուրիստիկ մոտեցումներ, որ ասենց են կարել լավ ա եղել, բայց դե Այս դա պետքա սովոր լինենք, էլի, որ այս հիպերպարամետրերի հետ միշտ էլ ինչ-որ չափով կրակն ենք ընկնում։ Okay, դա անդրադառնանք մեր վերջի թեմային, counterfactual explanation-ներին։ Ստեղ բուն ֆունդամենտալ հարցը, որ դրվում է, լինում է այն, որ որն է ամենապստիկ փոփոխությունը, որը որ կարանք անենք, որ կբերի թիրախի էական փոփոխությանը։ Էական փոփոխությունը կլասիֆիկացիայի համար հեշտ է սահմանել։ 0-ն դառնա 1։ Իսկ ոչ թե 0-ն դառնա 1, այլ ասենք 0.4-ն է մեր շեմ օրինակ, 0.39-ից գանք 0.41 կստացվի գուշակությունը վաղ 0-էր, հիմա 1 դառավ։ Մենք հիմա արդեն սրա վրա ենք աշխատելու, էլի, մենք շատ օրինակներ ենք ստեղծելու, քանց թե կոնկրետ ինչ որ բացատրության համար գրաֆիկներ։ Հա, էլ չենք փորձել ոնց որ պատասխանել, թե ինչի եղավ այս գուշակությունը։ Զուտ խոսելու ենք, թե ոնց գուշակությունը փոխենք։ Ուստեղ նայելու ենք մի հատ հետևյալ օպտիմիզացիայի խնդիրը։ Սահմանելու ենք իրականում 4 հատ մետրիկա, բայց ստեղ 2 հատ մետրիկա է հələ դեռ նայենք։ Ինչ որ կոնկրետ կետ երբ որ վերցնում ենք, ինչ որ x ու y, կամ եկեք ավելի հեշտության համար ասենք x ու 0 միանգամից։ Հիմա ասելու եմ, որ ուզում եմ նենց անեմ, որ այս իմ թիրախների տարածության մեջ 0-ն դառնա 1։ Այսինքն ես մի հատ ինչ որ ֆունկցիա եմ սահմանելու, որ վերցնելու է 0-ն ու վերցնելու է նոր գուշակությունը, 0 կամ, հա, 0, որտեղ մեր մոտ մուտքը 0-ն էր ստեղ։ Հա, մի վարքան, ներողություն, ոչ թե ստեղ 0, այլ բան, x-ի համար գուշակություն ինչ որ արվել էր։ Իսկ եթե օրինակ 0.4 էր արվել, որտեղ ստեղ մի հատ շատ կարևոր պահ կա, որը որ պատահական սղացրեցի, այս պահը լավ էր, որ ջրի երես դուրս եկավ, մենք ստեղ մոդելին ենք բացատրում։ Տվյալներից 0-ն վերցնելը չկա, կա ուղղակի մոդելի գուշակություն։ Այս ամեն ինչը մոդելի մակարդակի բացատրություններ է, ու դրա համար նաև կարևոր է, որ իմանանք մոդելը լավն է։ Դե եթե անկապ մոդել ունենք, որ հավայի ինչ որ բաներ է դուրս տալիս, իր բացատրությունները խիփ փորձենք իրան լսել ընդհանրապես։ Բայց եթե ինչ որ մոդել ունենք, որ ինչ որ fx-ա գուշակում, ասում ենք դա լավ, օքեյ։ Հիմա մենք նայում ենք, օքեյ, ես x-ից ոնց տեղափոխվեմ դեպի x գլխարկ, որ հիմա արդեն ես իմ fx գլխարկը ներողություն x', որ ես իմ f գլխարկ x'-ը, այսինքն x'-ում գուշակությունը ու եղած թիրախը փոխվեն, այսինքն մեկը դառնար 0, պլյուս որ փոփոխությունը սպուճուր լինի։ Այսինքն եթե ինչ որ մի հատ ջահել տղամարդ, որը երբեք չի աշխատել, իրան գա ասի բան, ինչի ինձ վարկ չենք տվել, չենք կարող այն ասենք, որ եթե դու օրինակ բան սևամորթ կամ սպիտակամորթ ասեմ, որ ռասիստոտ չստացվի։ Իրան ասենք, չգիտես, ինչ եթե դու լինեիր սևամորթ 70 տարեկան կին, քեզ վարկը կտայինք, այդ ոնց որ չենք ուզի այդքան այդ կարգի փոփոխություն։ Այսինքն նայում ենք, որ փոփոխությունը լինի պուճուր ու փոփոխությունը լինի ազդեցիկ։ Այսինքն այս չի 0.1-ը դառնա 0.11 ու էլի գուշակությունը լինի 0։ Ու ընտրում ենք ուղղակի այն ամենափոքր փոփոխությունը այս երկուսի գումարով, որ դա դրան մեզ բերում է։ Okay, նորմալ է սա։ Մտքի առումով okay։ Այս լամդա 1 ու լամդա 2-ը հիպերպարամետրեր է, էլի։ Ինչքան կարևոր է մեզ, որ փոփոխությունը փոքր լինի, ու ինչքան կարևոր է մեզ, որ իրականում տես փոփոխությունը ազդեցիկ լինի։ Սրան ավելացվում է եւս երկու
օպտիմիզացիայի մետրիկա, ուստեղ ժողովուրդ, մեկ էի միջավայց, որ այս proximity-ին հեռավորությունը որ հաշվում ենք, ստեղ կա մի հատ Hoover-ի մետրիկա կոչվող բան, որ արժի իրան նշենք, որովհետև ստեղ մենք բանի խնդրեմ ունենք, չէ՞։ Մենք այս x ու x գլխարկները որ ունենք, ստեղ կարող լինի ինչ որ 1 2 3 եւ այլն, ու կարող լինի ինչ որ 0 1, այսինքն բինար սյուն կարող լինի ու կարող լինի կատեգորիկ սյուն։ Hoover-ի մետրիկան ուղղակի ձև է այս երկուսը հաշվելու, կատեգորիկների համար նայում է լրիվ նույնն են թե չէ, նյումերիկների համար նայում է տարբերությունը իրենց բացարձակ արժեքով, բայց նաև բաժանում է տիրույթի վրա, եթե չեմ սխալվում, հեռու տիրույթներ, տիրույթի վրա, որ մի քիչ արդար լինի, էլի չբռնենք, ասենք 1000-ից հանած 1 ու մի տեղը լինի ուղղակի 0-յան հավասար է 1-ի, թե չէ։ Ու այս Hoover-ի հեռավորությունը տենց լավ բան է իմանալու համար, էլի, որովհետև ստանդարտոտ է ասենց դեպքերի համար։ Բայց լավ, սա որպես դետալ, բայց երկու ուրիշ մետրիկա որ ունենք, այդ մեկը sparsity-ն է, մեկը plausibility-ն։ Sparsity-ն ասում է, արի նենց փորձի անես, որ ինչքան նորա քիչ բան փոխես։ Ինքը սենց ասած L0 նորմն է հաշվում, այսինքն նայում է ուղղակի բոլոր այն դեպքերի քանակը, երբ որ արժեքը փոխվել է։ Ինչքան հնարավոր քիչ feature-ը եթե կպնենք, այդքան ավելի լավ։ Ու կա մի հատ plausibility։ Plausibility-ն էլ ուղղակի ասում է, որ երբ որ ասենք այսա պետքա փոխվեր, դա լինի ռեալիստիկ։ Այսինքն օրինակ մարդուն ասենք կներես, բայց դու պետքա բան։ Այ մյուս անգամ, երբ որ դու լինես 5 տարով ավելի ջահել, այդ ժամանակ քեզ կտանք, սա plausible չի։ Խելքին մոտ չի, sense բանը ռեալիստիկ փոփոխություն չի։ Օրինակ կամ իրան ասենք, եթե բան շատ եվրոպական կամ ամերիկական բաները մի կողմ դնենք, չենք կարա իրան ասենք, որ այ եթե սեռդ ուրիշ լիներ կամ եթե բան ռասատ ուրիշ լիներ կամ մաշկի գույնը, այտենց բաների վրա չենք կարա փոփոխություն առաջարկենք։ Այդ մետրիկան էլ դա է նայում, էլի, որ կիրառելի բաներ առաջարկենք կարճ ասած։ Ու մի հատ կոնկրետ օրինակ եթե նայենք, այն մեր բանկերի դատասեթի օրինակով, այստեղ կար մեր մոտ մի հատ դեպք, որտեղ որ մարդու բանը ունենք, մարդու տարիքը, աշխատանքը, բալանսը լրիվ սաղ նույնն էր, այս outcome բանկը հիշեք, բանկի մարքեթինգի դատասեթից։ Ուղղակի միակ բանը, որ փոփոխություն էր բերում, այն էր, որ եթե ամիսը, հունիսի փոխարեն եթե ապրիլին դիմեր, կտայինք։ Հիմա այդ մարդուն կարող ենք ասենք, արի 2 ամսից դիմի, այդ ժամանակ քեզ կտանք։ Հիմա ինչ որ դրանց շրջանում ենք, որ բան չենք անում։ Այսինքն ոչ թե կտանքներ, բանկի ոչ թե վարկ տալեր էստեղ, այլ բանն է։ Վարկի առաջարկած բանին կհամաձայնվի թե չէ։ Այս դեպքում ոնց որ մոտեցումը կլիներ, որ պետքա 2 ամիս ուշ զանգել։ Այստեղ երկու հատ նշում, որ մի հատին անվանում են տենց Rashomon-ի էֆեկտ, սա տենց ավելի ընդհանուր բան է, ML-ի համար չի հենց հատուկ։ Սրա բանն է, որ կա լիքը բավական լավ counterfactual-ներ։ Այսինքն կարար նաև ասենք ամիսը փոխի, օքեյ, կարող ենք նաև ստեղ ասենք, որ բան պետքա լիներ։ Պետքա տարիքը մի քիչ ավելի մեծ լիներ։ Լիքը բաներ լավ են աշխատում։ Ու նես չի որ ուղղակի բռնենք մեր սահմանած մետրիկայի համար կոնկրետ այդ հիպերպարամետրերով, այդ բանաձևերով հաշված մինիմումը վերցնենք, դա լավագույնը կլիներ։ Կա լիքը լավ տարբերակներ ու սրա միակ լուծումը, որը որ նաև ամենահասարակ լուծումն է, չգիտես որը ընտրես, շատ բաներ ցույց տու միանգամից։ Բայց դե ոնց որ եթե պետքա մի հատ բացատրություն ցույց տանք, արդեն էլի ինչ որ մի բան պետքա մոտեցում պետքա փորձենք մոգոնենք։ Ու մյուսը, որը շատ կարևոր նշում է ու ամբողջ էս մեր գաղափարի համար է կարևոր նշում։ Այս աշխարհի համար բացատրող գաղափար չի սա։ Տուպը բացատրում է մոդելը։ Ու մոդելը եթե ունի մեջը ռասիստական բաներ, մեր մոդելը դա մեր մոտեցումը դա ցույց է տանում։ Մենք բռնելու ենք ուղղակի բոլոր սևերին, ասենք սպիտակ լինենք օրինակ, էլի, եթե մի քիչ կոպիտ օրինակ։ Ու այս երկու բանա որ պետքա մտքում պահել, էլի։ Սա մեր մոտ գալիս է կամ DICE կոչվող բանից, diverse counterfactuals, կամ alibi կոչվող գրադարանից։ Ես մի հարց ունեմ, կապված որ ինքը բացատրությունը տալիս է օրինակ ենթադրենք հենց բանկի տվյալների վրա, որ ասում էր օրինակ եթե դիմեի եմ հիշում էլի կոնկրետ երբ եթե ապրիլին դիմեիր կամ չգիտեմ եւ այլն, ինքը տալիս է բացատրությունը, բայց արդյոք ինքը նաեւ մեկնաբանում է պատճառը, ինձ դա է հետաքրքրում, դա միայն բացատրությունն է տալիս։ Չէ, այստեղ մեր մոտ բան է, իրականում այդ իրոք պատճառ հասկանալը, այստեղ բան է, ոնց որ կոքներ, եթե սրա գլխից մի հատ է բան նայենք, բռնենք օրինակ շապ բանման օգտագործենք, որ օրինակ տողի մակարդակով ասեր, այ
տարիքիդ պատճառով այսքանով մեծացել է հավանականությունը, որ ոնց որ կգրանցվես, իսկ բանի պատճառով այսքան նվազել է այն մեր ջրվեժ գրաֆիկը, բայց այս dice-ը իր պատճառը ընդհանրապես նա է, որ այն 4 էլեմենտանոց օպտիմիզացիայի ֆունկցիայում մինիմումը սա է։ Ինքը ուրիշ ոչ մի չի էլ պատկերացնում, էլի ինքը զուտ նայում է այս ֆունկցիայի մինիմումը ինչն է։ Կարող է օրինակ պատճառը նա է, որ եթե ինչ որ դեպքերում տեսնենք, որ շատ է անկապ բաներ տալիս, կարող է պատճառը նա լինի, որ հիպերպարամետրը վատ է ընտրված։ Իսկն սա ազդեցիկ բացատրություն, որպես այդպեսին չի տալիս, էլի զուտ ասում եմ ոնց որ զուտ օգնում է մի հատիկ օրինակ բերել, էլի իր տվածը զուտ իրոք է դա օրինակ ու վերջ։ Ինչը էլի կարա թանկ բան լինի ու կարա օգնի դիագնոստիկ տեսանկյունից, այսինքն եթե տեսնում ենք, որ ինչ որ անկապ փոփոխությունները իրոք ազդում են բանի վրա, թիրախի փոփոխության վրա, կարանք հասկանանք, որ մոդելը խնդիրներ ունի, որտեվ կարա բան evaluation մետրիկաներ հաշվելը, ասենք այն խասկիների օրինակով եթե նայենք, մեր ինչ մետրիկա հաշվենք այդ գուշակությունների վրա, լավ էր լինելու, արխային էինք լինելու, բայց օրինակ եթե հետո բռնեինք, ասենք, օքեյ, իսկ օրինակ եթե բռնեինք, դե նկարների վրա սա շատ ավելի դժվար է լինում, բայց եթե գայինք խասկեի նկարը տայինք, ասենք, ինչ պետք է ուրիշ լիներ, որ սա գայլ դառնար, մոդելը ասեր պետք է ջուն ավելացնեիր, այդ արդեն կօգներ հասկանալ խնդիրներ, էլի։ Plausibility դեպքում մենք ենք ինչ որ feature-ները define անելու մոդելի համար, որ օրինակ make sense չի, որ age-ը նվազի այդ մարդու համար, օրինակ որ ասեցինք 5 տարի ջահել լինեիր, բան կանեինք, այդ դրանք մենք ենք define անում, թե ինչ որ ձևով մոդելից ինքը պետք է հասկանա կամ չգիտեմ։ Չէ, սա այս շատ տեղին հարց է, սա լրիվ բան է, ոնց որ սա կարա մենակ մարդկային input-ի շնորհիվ գա։ Այսինքն մոդելի մակարդակով ինքը զուտ տեսնում է ինչ որ x1, x2, x3 եւ այլն, ու ինքը գաղափար չունի սրանք ինչ են իրանցից ներկայացնում։ Ու օրինակ նաեւ բան է, ասենք կարողա ինչ որ մի մարդու հարցնես, ասի ինչերի վրա ազդեցություն դնել, մեկը ասի գիտես ինչ մարդկանց մի ասա, աշխատավարձը ձեր պետք է ավելի բարձր լիներ, աշխատավարձը այնքան է, ինչքան ստանում են, մյուսը կարա ասի, չէ, արի սենց ասենք, որ իրենք իմանան, եթե ավելի շատ փող ստանան, ավելի հավանական կլինի ինչ որ ուրիշ բան, այսինքն լրիվ ծերից ծեր սուբյեկտիվ է, թե ոնց ենք սահմանում, թե plausibility-ն ինչի վրա է։ Մենք զուտ հետո մոդելին ուղղակի ասելու ենք այս բաներից հեռու խաղա, սրանց չկպնես, սրանց եթե կպնես, ես մեկա չեմ օգտագործելու քո ասածը։ Okay։ Սրանով ընդհանուր իմի ենք բերում բացատրելիության թեման, կարող է մի քիչ այդ լեզվական մոդելների բանում մի փոքր փորձենք իրան հետ բերել ըստ հավեսի, բայց իրոք ասում եմ ըստ հավեսի, զուտ որովհետև խելքին մոտ կլինի դա անել, զուտ որովհետև բան իրոք շատ հավես է ու ինձ չգիտեմ, այս վերջերս մի քիչ շատ եմ սիրարվել այդ mechanistic interpretability ճյուղին, դրա համար կարող է LLM-ների ժամանակ մի քիչ էլ անցնենք, բայց ամեն դեպքում այն մակարդակով թե ինչքան էր անհրաժեշտ որ ես չնեղվեմ որ չենք արել, այդքանը ծածկեցինք։ Դրա համար արդեն հաջորդ դասը կլինի մեր մոտ ամենայն հավանականությամբ feature engineering, զուտ նայենք թե ինչ ստանդարտ ձևեր կա թազա feature-ներ սարքելու ու feature selection, թե ոնց ընտրենք մեջից, որ ավելի քիչ սյուն ունենանք։ Հետո մեկ էլ նայելու ենք բանը, կլասիկ մի քանի հատ մոտեցում, որ էլի իմանանք այդտենց բաներին էլ ենք առնչվել։ Ու դրանով մեծամասամբ ծածկելու ենք supervised tabular data-ի թեման։ Այսինքն գնալու ենք արդեն դեպի դեպքեր, որտեղ թիրախ չունենք, հետո գնալու ենք դեպքեր, որտեղ արդեն հազիվ բան, ոչ աղյուսակային տվյալների հետ են գործանում։ Առաջինը գնալու ենք դեպի նկարներ։ Հետո տեքստեր ու աուդիո չեն գնալու, որտեղ ես աուդիոյի հետ աշխատելու փորձ չունեմ։ Պրոստը չգիտեմ զուտ այդ ոլորտը։